Զաբել Ասատուր, առավել հայտնի է որպես Սիպիլ, հայ ամենակարկառուն կին գրող ու մանկավարժներից է։ Ծնվել է 1863-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում ստանալով Զաբել Խանջյան անունը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ֆրանսիական վարժարանում, այնուհետև հաճախել է Սուրբ Խաչ դպրոց և Սկյուտարի ճեմարան։ Սիպիլի հայրը զբաղվում էր ժամացույցների վաճառքով, իսկ մայրը սիրում էր կիթառ նվագել և հաճախ բանաստեղծություններ էր կարդում իր զավակների համար։ Հենց մորից էլ սկսվում է Սիպիլի սերը պոեզիայի հանդեպ, ում նա հետագայում կձոնի «Կիթառդ» երգը։ Սկյուտարի ճեմարանն ավարտելուց անմիջապես հետո Սիպիլը 1897-ին հիմնում է ազգանվեր հայուհյաց ընկերությունը, որի հիմնական նպատակն էր Պորսում և հատկապես հայկական գավառներում դպրոցներ հիմնել հայ կանանց համար։ Ընկերությունը գործեց 20 տարի, հոգալով աշակերտուհիների կրթաթոշակային ծախսերը, իսկ վերջին տարիներին նաև հոգ տանելով որբերի մասին։ 1881-ին Սիպիլն ամուսնանում է փաստաբան Կարապետ Տոնելյանի հետ, որը կնոջն օգնում էր ընկերության գործերում։ 1901-ին Տոնելյանի մահից մեկ տարի անց Սիպիլն ամուսնանում է գրաքննադատ Հակոբ Ասատուրի հետ։ Նրանք ծանոթ էին դեռ 1898-ից, երբ Գրիգոր Զոհրաբի հետ վերահրատարակեցին Մասիս հանդեսը։ Ասատուրի հետ համատեղ Սիպիլը մի շարք աշխատություններ է հրատարակում, այդ թվում «Թանգարան» անունով հայերեն քերականության և ընթերցանության դասագրքերի շարքը։ Գրական շրջանակներում Սիպիլը հայտնի է դառնում 1880-ականների վերջերից։ 91-ին լույս է տեսնում նրա «Աղջկան Մսիրտը» վեպը, օրիորդ տալիս կեղծանվան տակ։ Բարձրացրած թեմաները, հատկապես հայ կանանց ազատությունների խնդիրը, շատ կարևոր էր այդ տարիների համար։ 1902 թվականին արդեն Սիպիլ անվան տակ լույս է տեսնում «Ցոլքեր» բանաստեղծությունների ժողովածուն, սիրո, հայրենիքի և ընդհանրապես մարդկային նուրբ զգացմունքների մասին, շարունակելով արևմտահայ գրականության ռոմանտիզմի ավանդույթները։ Հայոց ցեղասպանությունից հետո Սիպիլը շարունակում է իր գործունեությունը հրատարակելով մի շարք ժողովածուներ։ 1928-ին կյանքից հեռանում է նրա երկրորդ ամուսինը Հակոբ Ասատուրը։ Սիպիլի առողջական վիճակը սկսում է թուլանալ։ 1933-ին, երբ նշվում էր նրա գրական և մանկավարժական գործունեության 50-ամյակը, Սիպիլը կաթվածի հետևանքով գանված էր անկողնուն։ Հաջորդ տարում նա հեռացավ կյանքից և ամփոփվեց Պոլսի Շիշլիի գերեզմանատանը։ Տեր, եթե հուր վարքով լույսեն անթափանց հորինեցիր կինն այնքան բարձր, այնքան վեր, ինչու արևնալ վարեցիր լուսաբանց, իր նայվածքը կյանք սփրելու չեր փավեր։ Եթե վարդին փուրմունքներով նոծեցիր կնոջ ժպիտն, իր բերջանքներն ու ցավեր, ծաղիկներով ինչու բջնել թաշտն անձիր, իր խունգն աշխարհ հմայելու չեր փավեր։